երրորդ տակավորած ուրեմն երկրորդ գլուխ համարը քիչ հետո գսեմ հարցում երբ որ ասեմ ցեզ Երիկով քաղաքը ինչ կուկա ծեր մտքին մեջ անոնք որ գիտեն գսեն անոնք որ չեն գիտեր գսորվին այսօր Okay Երիկովի բարիս ուրիշ Երիկով քաղաք ինչ մեզ մեր միտքը գկա ինչ տեսեր ենք ինչ ենք տեսեր ինչ գիտենք սուբտիրքեն ինչ գիտենք դերևս Batmagan ծևով նաև Երիկովի մասին Երիկով c'est Jéricho en français Jéricho la ville de Jéricho Երիկով քաղաք հրամեցեք եթե մեկը գիտե ինչպես Ռախաբը այո Երիկով քաղաք եւ Գուր Բարտիոմեոսը շատ լավ Երիկով Փարի Սամարացին Երիկովի ջամփուն վրա այո ուրիշ Երիկով Ջայդի Էմայոսի ճանապարհներ Հա Հանոման զարմացած արդյոք տեղը կրվել է չեմ գիտեր Երիկով Սիրելիներ Երիկովը մի թույլ տվեք մի քանի բաներ փնտրեցի Երիկով քաղաքը սուբտիրքը մեզ առաջին անգամ որ Երիկովի մասին կխոսի այդ Ռախաբի պատմությունն է Հեսուի պատմությունն է որ Հեսուն Իսրայելի ժողովուրդով եկավ եւ Երիկով մտան այդտեղ մեծ բարիսներ գային գիշեք եւ այդ բարիսները բոլորը կանթվեցավ Իսրայելի ժողովուրդը մտավ եւ այդ Երիկով քաղաքը կարուկան դրավ բայց Երիկովը շատ մեծ քաղաք եղած է շատ հարուստ շատ հին շատ առաջատիմող քաղաք եղած է իր ժամանակին անորոմար միշտ հարցագումի դակ եղած է որ քրավեին այդ քաղաքը եւ քոհանային հարստությունը քանի որ հարուստ խաչմերուգի ճամփի մեջ եղած է Երիկով քաղաք միջև այսօր գա ոչ Երիկով անունով ուրիշ անունով է բայց շատ հին սուբտիրքի առաջին էջերեն սկսյալ գրնամասել Աբրահամի օրով եւ նույնիսկ անգի առաջ քաղաքը շատ հին քաղաք եղած է եւ այնքան լավ քաղաք եղած է որ միշտ երբ որ գքանթվեր գշնեին որբեսի հետ ապրեին քանի որ լավ դեր էր եւ հարստություն կար գանանչություն կար փերք կար փերքը հասկացաք հա ուրեմն ինչ որ գբադայր Երիկով գքանթվեր գշնվեր շատ հոյագապ ծևով մեծ դիդրոս ուներ Երիկով քաղաքը հսոյնորով տեսանք քիչ առաջ ասի եկան եւ կանտեցին եւ այդտեղ գրված է Հեսուակրկին մեջ որ երբ որ կանտեցին Հեսուն նույնիսկ ասավ անիդյալը լայտ մարդը որ այս քաղաքը գշնե բայց հանգի վերջ մենք կտեսնենք Երիկովի մեջ ժողովուրդ կար քաղաք կար երկիր կար մարդիկ կային հարստություն կար մարդիկ լեցուն կոմերս հայերենը մորցա արևդուր գնային ուրեմն այդ Հեսուին կանտած օրեն հետո շատ շուտ ետ շնվեցավ այդ քաղաքը եւ հարստությամբ եւ լեցունությամբ հիմա բիցես ինչու կպատմես պատմությունը գկամ կամած հալելույա երբ որ կգարտանք մի քանի դեղեր այստեղ հիմա քիչ հետո գարտանք բայց այստեղ գսվե որ Երիկովին մեջ նույնիսկ մարգարեներու դպրոց կար Երիկով չեր կանտված կար մարգարեներու դպրոց կար Երիկովեն օրինաբար երբ որ գարտանք պատմությունը երբ որ ակսորվեցան գիտեք Իսրայելի ժողովուրդը ակսորվեցավ դեպի Բաբիլոն անոնք որ դպրոցի մեջն են արդեն սկսան սորվելու 5 շաբթի սկսան դպրոցի այս դասերը անելու անոնք ուրեմն անոնք որ ակսորվեցան Բաբիլոն անոնք Երիկովեն էին 345 մարդ գրված այդտեղ Նեհեմիա գրքի մեջ եւ Եսրաս գրքի մեջ որոնք Երիկովեն կացին ակսորված ասել են որ Երիկովը մինչև այդ օրը լեցուն մարդ կար ժողովուրդ կար հարստություն կար կոմերս կար նույնիսկ երբ որ վերադարձավ Իսրայելի ժողովուրդը եւ թարեր անցավ այդտեղ Հերովդես թագավորը Հիսուսի օրով Երիկովի մեջ շատ քեղեցիկ բալատ շտեց քեղեցկացուց Երիկովը քեղեցկություն կար Երիկովի մեջ նույնիսկ Ցիարշավ կար առաջին Ցիարշավը արևելքի մեջ Երիկովի մեջ եղած է Ցիարշավը հասկացաք այդ մեծ թաշտը որ ցիերը գվազեցնեն հիպոդրոմ Երիկովի մեջ Հերովդես նույնիսկ այդ բանը շնեց անչափ որ ժողովուրդը գվղտար լեցուն մարդ կար գերտային գուկային գշնեին գահանեին գտնեին մի խոսքով լավ դեղեր աշխուժ դեղեր եւ լավ դեղեր ապրելու
Եթե լավ դեղ չլար, աշխապ մարդիկ նորեն չէին շներ։ Եթե լավ դեղ չլար, մարդիկ ետ չէին կարողան։ Մենք քիչ առաջ ասենք մի քանիներ, որ Երիկովի մեջ, Երիկովի ջամփուն մեջ մենք տեսանք նույնիսկ անչափ որ մարդիկ կային Երիկովի ջամփուն մեջ եղավ նաև այդ ավազակները, որոնք ձեզեցին այդ մարդուն, որոնք կողցան այդ մարդուն գիշեք, Երիկով Երուսաղեմեն, Երիկովեն Երուսաղեմ որ գերտար, այդ ճանապարհին վրա գսե քողերը եկան եւ մարդուն ձեզեցին եւ այդտեղ մի սամարացի մգար, այդ մարդուն արավ, դրավ իր էշին վրա, դարավ քաղաքը եւ այդ քաղաքի մեջ բժշկեց։ Երիկովը անչափլեցում մարդ էր, որ նույնիսկ գույրերը կամ բաները մուրացկանները դուրին արջև գնստեին, որ անչափ մարդու կարգերտար, որ այդտեղ դրամ կաշեին եւ այդտեղ Բարտողոմեոսը գար։ Երիկովը մեծ քաղաք էր, հարստություն կար, մարդ քաշող էր։ Եվ ամեն այդ շրջանը Բաղեստին շրջան գնացող Երիկով են գանցնեին։ Երիկովը խաչմերու կարևոր տեղ էր։ Նույնիսկ Հիսուս Երիկով մտավ։ Սուպկիրը գսե Երիկով մտավ եւ բդդեցավ։ Եվ բդդած ժամանակը Զաքյոսին տեսավ։ Նույնիսկ Հիսուս կուզեր տեսնել այդ Երիկովի տեսնեն ինչ այս Երիկովը։ Եվ գսե սուպկիր բդդեցավ Հողաս 19-ի մեջ, բդդեցավ, փնտրեց եւ կդավ Զաքյոսին, ավելի Զաքյոսը կդավ իրեն։ Երիկովի մեջ։ Երբ որ ես լավ գսերդեմ, կփորձենք սերդել, ժողովուրդ ջան, Երիկովը կներկայացնե մեր աշխարհը։ Մեր աշխարհի գեղեցկությունը։ Մեր աշխարհի լավ բաները։ Մեր աշխարհի աշխուժությունը։ Մեր աշխարհի մեջ այդ քաշողական ուժը։ Մեր աշխարհի այդ գեղեցիկ վայրերը, որ բոլորս կերտանք եւ կուզենք տեսնել վայելել։ Երիկովը կներկայացնե մեր աշխարհին հարստությունը, գեղեցկությունը, հաջույքը նույնիսկ։ Աշխարհի մեջ հաջույք ունենք։ Անոր գսե ոչ, թող չի, չէ, աշխարհի մեջ նաև կա հաջույք։ Գուրախանանք, չէ, երբ որ դեղ մի երտանք, մեգում այցել ենք, դեղ մնստինք, ռեստորան մի երտանք, գեղեցիկ դեղ մի երտանք, հաջույք ալգա թեր Երիկովի մեջ։ Այս աշխարհը կներկայացնե, Երիկովը կներկայացնե այս աշխարհը։ Համաձայն եք միջև հիմա։ Այս Երիկովի մեջ շատ տեսակի բաներ կան։ Նայեցեք հիմա գարտանք համար 19-ին։ 4-րդ տակավորածը 2:19 դեղովա 2:19 համար 19 Մարգարեները հավաքված էին քիչ մվեր երբ որ գարտանք հավաքված էին Երիկովի մեջ գրված է համար 18-ը մարգարեները հավաքված էին եւ այդտեղ Եղիան երկինք ելավ Եղիսեն վերադարձավ բացմությունը դե գարտակ հասկանաք Եղիսե մարգարեին գմոդենան մյուս մարգարեները եւ գսեն քաղաքի մարդիկ ուրեմն Եղիսեին ըսին Ահա քաղաքիս բնակությունը աղեգ է։ Ուրիշ թարգմանություն կա գսե քաղաքի մեջ ապրիլը հաճելի է։ Քաղաքի մեջ ապրիլը հաճելի է։ Ինչպես դու գտեսնես գսե, բայց շուրերը շատ քեշ են եւ երգիրը անբդուղ է։ Գեղեցիկ է երգիրը։ Հաճելի է, բայց շուրերը լավ չեն։ Եվ քան որ շուրը լավ չէ, բդղապեր չէ։ Եվ երբ որ ես կմտածեմ, ինչ ասել կուզեն, այստեղ ծառի բդուղի մասին չէր խոսքը։ Քանի որ այդտեղ իսկապես հարուստ քաղաք էր։ Եվ հաճելի էր, ինչպես իրենք կսեն, ապրիլը։ Ինչի մասին է խոսքը։ Ճուրերը գսե բդուղ անբդուղ են։ Եվ Եղիսեն համար 20 գսե ինձի նոր գուժ մբերեք եւ մեջը աղ դրեք նոր աման մաքուր աման անկորձածված աման եւ մեջը աղ դրեք անոնք այդպես ըրին եւ 21-րդ համարը Եղիսե ճուրերուն աղբյուրը ելավ եւ հոն աղ նետեց ու ըսավ դերը այսպես կսե այս ճուրերը բժշկեցի անկամ մնալ ասկե մահ եւ անբդուղություն պիտի չլա։ Այն ճուրերը բժշկվեցան մինչև այսօր Եղիսեի ըսած խոսքին համաձայն։ Գեղեցիկ էր, լավ էր ապրիլը Երիկովի մեջ։ Ամեն ինչ կգեղեցկանա գսեն, այն ինչ գեղեցիկ է ամեն ինչ, Եղիսե եղբայր, ամեն ինչ կշնվի,
Հիմա մենք հալանցալոր որ խոսեի գսա մի քաղաք կացերը չեմ որ քաղաքը մորցա ով ինչ բայց այս միտքս բայեցի երբ որ ներս մտածալ քաղաք մտա ամեն ինչ շինարարության վրա է ամեն ինչ կշնվի Ֆրանսան նույնը աշխարհը նույնը ամեն ինչ կգեղեցկան ամեն ինչ կուզեն որ գեղեցիկը լա մարդ քաշե որպեսզի լավ ապրենք որպեսզի հաճելի է ապրիլը Եվ որ մեկը դուն գծախե գսե այս դունը որ առնես այս դունը ապրիլը հաճելի է ձարգա ձարաստանգա ցայն չի գա արեք այս դունը հաճելի է ապրիլը ուրեմն աշխարհը մեզ գսե որ ամեն ինչ կներողություն որպեսզի մարդը հաճելի աշխարհի մեջ ապրի եւ աստոր մեջ ինքներուն մեղք չկա ոչ թե աստված աշխարհ չեր ստեղծել Ուրեմն ամեն ինչ կսե լավ է ապրիլը նայեցեք մեր 4 կողմը բոլոր աշխարհը ամեն ինչ լավ լալու համար կշնվի, կսարկվի, օրենքներ կտրվի, բեդություններ իրար հետ կհավաքվին, մեկը մյուսին հագարակ եւ այլն, բայց նպատակը իբր թե խաղաղությունը լալ, ամեն ինչ լավ լալ, գրիվ չլա, պատերազմ չլա, լավ հանգիստ ապրենք։ Ամեն։ Նա իր գսե եղիս է Երիքով քաղաքը, տեսար ինչ հաճելի ապրիլը։ Բայց գսե ճուրերը մաքուր չեն։ Ճուրերը անբդուղ են։ Քուր եղբայրներ, եթե խմելիք ճուր չգա, այդ քաղաքի մեջ կյանք չգա։ Բարաբի չէր այստեղ ճուրի մասին է խոսքը։ Եթե մաքուր ճուր չունիս, դու չես կարող երկար ապրես։ Եվ բոլորս համաձայն ենք, որ քուր եղբայրներ, որ այս աշխարհին մեջ որ չափ դուն ունենաս, դեղ ունենաս, լավ ունենաս, այդ բոլոր հարուստները, այդ բոլոր մարդիկը, որ դուները կշնեն, այդ բոլոր մարդիկ, որ գեղեցիկ մեքենաներ կշնեն, այդ բոլոր մարդիկը, որ լավ գեղեցիկ բաներ կհրամցնեն մարդկանց, խորքին մեջ են շատ լավ գիտեն, որ այս աշխարհը անարդար աշխարհ է։ Այնքան հաճելի չէ։ Այս աշխարհի մեջ այնքան բոլորը գիտեն, անհավատներն ալ գիտեն, անհավատներ քիչ մը խոսիր, իր ներքին ցավը գետ մեջտեղ գելը։ Քիչ մը ջանոթացիր անհավատին, գտեսնես լացը, բահված լացը դերևս։ Արցունքը, որ ամեղին լեղի, դարը, լեղի արցունքներ այսօր կան մեր այս հաճելի աշխարհին մեջ։ Այդ մարդիկը, որ գերևնան, որ լավ են, իբր թե, հարուստ են, ամեն ինչ ունին, եւ դու կամ ես երբեմն գսենք, օ, երանի այս մարդուն, մի քիչ մոտեցիր գտեսնես, որ իր մեջի ճուրը այնքան մաքուր չէ, ցավ կա։ Դուրսեն գեղեցիկ է, հաճելի է այդ մարդուն է դլալը, հաճելի է այդ մարդկանց դունը մանգալը, այդ մարդկանց դունը նստիլ, ուդել, խմելը, հաճելի է, լավ է, աստվածորդն է իրենց, բայց որ ներս կերտած կնայիս, որ այնքան մաքուր չէ, այնտեղ գա լաց, խնդիր, ցավ, մտահոգություն, իրարանցում։ Համաձայն ենք ես կետին։ Անհավատացյալը լալ պետք չէ, որ այս բանը գիտնանք։ Գտեսնենք մեր աշխարհը։ 10 րոպե բեգում հետ կխոսիս, այդ 10-րդ վարգանը արդեն քեզի կհասկնաս, որ այդ մարդը իսկապես ցավի մեջ է։ Եթե սիրտը բանայ իր խնդիրը բատմե, դու դերևս իրեմ ավելի գուլաս։ Բայց դուրսեն ամեն ինչ լավ է, մեր հավատացյալներն այրեպեմն փառքս ամեն ինչ լավ է, գսեն, բայց ներսը ցավ կա, խոց կա։ Նույնիսկ հավատացյալները։ Ամեն։ Դոնք այստեղ բարձրապես փած կխոսենք իրար հետ։ Այստեղ չի գա մեկը մյուսեն լավ։ Բոլորս ալ այդ տեղերեն գանցնենք, հաճելի է, բայց խոցելի։ Հաճելի է, բայց խոցելի։ Այս մենք գիտենք Սուրբ Գիրքը մեզ գսե ինչու, քանի որ մեղք կա։ Ինչու գեղեցիկ աշխարհին մեջ խոցելի է։ Մենք Ծննդոց Գիրքը սկսանք կարդալու, անոնք որ դպրոցի մեջ են, Ծննդոց Գիրքը սկսանք կարդալու եւ գտեսնենք, երբ որ Աստված առաջինը ստեղծեց, կսի ամեն ինչ լավ էր եւ շատ լավ էր։ Եվ որ եթե մի բարդեզը ստեղծեց, ասավ ամեն ինչ լավ է, կացեք, գերեք, շացրեք, ամեն ինչ լավ է։ Բայց ինչու հիմա այդպես չէ։ Պատմությունը գիտենք, բոլորս ալ գիտենք, մեղք կմտավ այս աշխարհ։ Եվ երբ որ մեղք կմտնա, ճուրերը գադոդի, կբղդորի։ Քո ներսը, իմ ներսը կբղդորի։ Դուրսը չի բղդորիր թյուրությամբ։ Այս ամառ կացեր էինք, ամառ չէ, հա, ամառ կացեր էինք Մոնակոին անցանք, Մոնակո երանք, անոնք որ գիտեմ, Մոնակո որ ես երբեք չեմ սիրած, ոչ ալ գսիրեմ։ Բայց կայմը մարդ կար հետս ստիպած կացի Մոնակոին անցա։ Քեղեցիկ, ամեն ինչ, բալատներ կմտնես, քեղեցիկ բալատ են, այնչափ սիրուն շինված է, այնչափ քեղեցիկ է։
Բայց դուրս էր այդ ժամանակս երկու հարուստ գին։ Այդ տեսակիներից սիրուն նստած շտկված հարուստ բան այսպես պայսակներով, երբ որ դուրս կլեին մեկը մյուսին իր խնդրեմը կպատներ։ Ես ալ անգույնը գեցել եմ այսպես։ 3 րոպե չանցավ այդ անցած ժամանակը 3 րոպե չէ, 1 վայրկյան հազիվ։ 1 րոպե։ Այդ 1 րոպեի մեջ ասի խեղճ գինը։ Բայց այդ գինը թերևս մեր բոլորիս ունեցած գումարը հավաքենք իր կրբանի փողն է։ Այդպես հարուստներից էր։ Բայց 1 րոպե լսեցի եւ ինձ շվատմեց կողքին կպատնի։ Ասի խեղճ գինը եկեր այստեղ իբր թե հանգստանալու, բայց ներսը ճուրերը բղդորեն։ Եկեր իբր թե մորնալու, ամեն շատերս վականց կերտան, շատերը գերտան ավելի վատ կուքան։ Երբեմն վականց կնեն, որ մորնան խնդիրը, վականցը չի մորցներ խնդիրը, դրամը չի մորցներ խնդիրը, նշանածը չի մորցներ խնդիրը, քո գինը չի մորցներ խնդիրը, քո մեջն է խնդրեմը եւ մեջ են ճուրերը բողդորած են անում, այստեղը Եղիսեն գնաց կսե աղբյուրը, քաղաքին աղբյուրը եւ այդտեղ նետեց աղը, որպես այդտեղ աղոդվի մի խոսքով համկա։ Հալելույա։ Նայեցեք այս, երբ որ ես գնայիմ այս աշխարհը, այս Երիքովը, որուն մեջն ենք, եւ երբ որ այս պատմությունը կարդամ, գսեմ, որ որչաբալ այս աշխարհը անարդար է, որչաբալ այս աշխարհը աղդոդ է, որչաբալ այս աշխարհի մեջ մեղ կա, որչաբալ այս աշխարհի մեջ հույս չկա, որչաբալ այս աշխարհի մեջ մեր 4 կողմ վիճակները այնքանալ մաքուր չեն, բայց ասեմ ձեզ, այս աշխարհի համար սոլյուսիոն կա։ Սոլյուսիոնին հայերենը լուծում կա։ Այս աշխարհին համար մաքուր ամաններ եւ աղգաթեր չէ վերցված մաքուր ամանները եւ աղերը։ Ով գսա ամեն։ Այս աշխարհի ամենին վատ անգյունի մեջ դեր մաքուր աման եւ աղգա, որ դերը գուզե կործածել։ Շատ դխուր է մեր աշխարհը։ Շատ դխուր է մեր շատերուս կյանքը։ Շատ դխուր է այս կամ այն մարդուն կյանքը, այո։ Բայց ասեմ, որ դեր մաքուր ամաններ կործածելու տեղ ունենք։ Հույս կա։ Լուծում կա։ Լուծումը մաքուր ամանն է եւ աղն է։ Երբ որ գարտան Երիքովի մեջ կսե չգար ճուր։ Բայց այդտեղ մարգարեներու դբրոց կար։ Դեսեք հագասությունը։ Այնքան վատ տեղ էր։ Եվ քիչ առաջ ասեց մեր եղբայրներից մեկը, որ այդտեղ նույնիսկ բորնիկներու դուն կար։ Բայց նաև կար մարգարեներու խումբ։ Այնքան մաքուր տեղ չէր։ Այնքան սիրուն տեղ չէր։ Այնքան տեղ չէր, որպես մեզ հավատացյալներ կգնային։ Բայց այդ տեղերու մեջ կային նաև մարգարեներ։ Հալելույա։ Այդպես վատ տեղերու մեջ, երբ որ լավ կգարտանք, չեմ ուզեր ելնել վերջը, վերը Դավիդը երբ որ իր զինվոր, լավ լսեք, Դավիդը երբ որ իր զինվորները ղրգեց ամոնացիներուն, իրենց մորուկները գդրեցին, գիտեք այդ պատմությունը, անբատվեցին մեկ խոսքով, այդ մարդկանց անբատվեցին, եւ այդ մարդիկ երբ որ անբատված կվերադառնային Երուսաղեմ, Դավիդը սավ հոսկալեն առաջ գնացեք Երիքով, մինչև ձեր մորուկները փուսնի։ Մի խոսքով միջև ձեր բադիվը վերադառնա։ Երիքով նաև եղած էր տեղը, որ բադիվ կուտար մարդկանց։ Աստված կորձածեց այդ Երիքովը, որ այդ մարդկանց բադիվ դա։ Անկամ կեղտոտ է մեր աշխարհը, բայց այդ կեղտոտ աշխարհի մեջ կա նաև տեղեր։ Մեր աշխարհի մեջ, որ մենք բադիվը կրնանք վերադառնալ, որ մենք կրնանք ապրիլ խելքու գլուխ, ինչպես կսենք։ Հասկացաք այս միտքը ինձ շատ քաչալերեց, որ Դավիթին զինվորներուն ղրգվեցավ այդտեղ եւ գսե քնա միջև ձեր մորուկը փուսնի, մի խոսքով միջև ձեր բադիվը վերած գտնեք։ Ժողովուրդ ջան, այս աշխարհի մեջ տեղեր կան, լավ լսեցեք։ Գիտեմ ցեզ որտեղն է այդ տեղը։ Տեղեր կան, որ մարդիկ իր բադիվը վերագտնում են։ Ամենին կեղտոտ մարդիկը մեր մեջ կամ աշխարհի մեջ։ Տեղեր կան, որ Աստված գուզե վերագանքնել քո եւ իմ բադիվը։ Այդ տեղերը Երիքովի մեջն է, երկինքը չէ, աշխարհի մեջն է։
Միսեք երկնքում ամեն ինչ կլուծվի։ Մինչև երկին թեր Երիքովի մեջ ենք։ Եվ Երիքովի մեջ եւ կան մարգարեներ, եւ կան բադվոդեղեր, եւ պիտի շարունակեմ, եւ կան այդ մարդիկները, որոնք ձեծված, անպարդան վիճակի մեջ, նետված, գծված, մորցված, բայց դեր սամարացիներ կան այդ Երիքովի մեջ, որ քեզի եւ ինձի կրնան բժշկել։ Այդ քո ավազակը որ գիշեք եկավ ձեծեց այդ մարդու մերգացուց, գիտեք մերգանալը, հիմա մենք ֆիլմերում մեջ շատ շուտ մերգացած մարդիկ ենք տեսնում։ Մերգանալը հիմա այնքան ամոթ չէ գարձես մեր երիտասարդների մեջ։ Մեր երբ որ ասում են ընդհանուր պարտիրոջ մեր երիտասարդները այդ կողմով թեր հիմա գույման խելքը գլուխներն են, բայց ուշադիր պետք է լան։ Մի խոսքով մերգանալը հեշտ բան է, շատ շուտ մարդիկ մերգանում են, շատ շուտ ամեն ինչ հանվում է կամած։ Մերգանալը շատ բարձ բան է դարձավ հիմա։ Գրնա մարդը մերգացած բդդի, մեկը չի ալնարիրեն։ Հիմա այդպես տեղ մի եկերենք որ մերգանալը նորմալ է ինչ կսես եւ այլն։ Ուրեմն մարդիկ կեղեցկանան մարմինով որ մարմինին ցույց տան։ Հալելույա։ Ամար երբ որ գերտա ես ծովեզեր, կետամ շատ մարդիկ կան այդտեղ ոչ թե եկել են լողալու, եկել են մարմինին ցույց տալու։ Այդպես բաներ կա ժողովուրդ։ Donc մերգանալը նորմալ բան է հիմա, բայց այն ժամանակ մերգանալը ամենաամոթ բանն էր, անորմալ Հիսուս խաչին վրա մերգ ելավ գսեց ու գիրքը։ Ամենն անարքանքն է մերգանալը։ Եվ այս մարդուն մերգացուց սկսե այդ քողեր ավազակները։ Բայց այդտեղ գար սամարացի։ Այդտեղ չկար հավատացյալներ, եկան կացին հավատացյալները, այդ պարեսիցիները եկան, հևդացիները եկան, մեր նման մարդիկ եկան անցան, կորզունին հիմա, ես կերտամ իր համար գաղոթեմ դունը, այդպես սողները, վստահ ավետարանական անցան այդտեղից մեր նման։ Փառքես Տեր, հիմա Հիսուս հրաշք կլինի այս մարդուն, եւ պիտի փրկի այս մարդուն, երթամ դունը եւ աղոթեմ, այդպես մարդիկ եղավ։ Բայց մի ամյատ սամարացի, անհավատ մարդ, ոչ մի բանից խաբար չունի, այդ մարդը որ տեսավ օգնեց։ Եվ հաջորդ օրն օգնեց, եւ հաջորդ օրն օգնեց։ Դեր այս ինչպես եմ անխեղճ աշխարհի մեջ խիղճով լեցում մարդիկ ալգաթեր։ Դեր կան սամարացիներ։ Դեր կան ապաստարաններ։ Դեր կան դեղեր, որ մարդիկ, որ Աստված քեզ պիտի օգնե այս Երիքովի մեջ։ Դեր Երիքովի մեջ կան մարդիկ, որոնց աչքերին քոց է Բարտողյոմոսի նման, բայց դեր Երիքովի մեջ կան լույս, որ գուկա կորսված փակ աչքերը բանալ։ Հիսուս Երիքովի ջամփուն մեջ բացավ աչքը։ Ուրեմն հա, գա մարդիկ, որ բանեն անարգված են, այո գա չար մարդիկ, այո գա քեշ մարդիկ, այո գա վիճակներ, որ դու եւ ես լացում ենք, այո գա վիճակներ, որ մեր ուզածին պես չէ, բայց նաեւ այս աշխարհի մեջ կա վիճակներ, որ դերը կորձած է, որ ինձ եւ քեզ այդտեղից դուրս անե։ Դեր օրհն է սամարացիները, դեր օրհն է այդ լույս մարդիկները, դեր օրհն է այդ մարգարեները, դեր օրհն է այդ վայրերը, որ ես շունչ կառնեմ, երբ որ գերտամ այդտեղ։ Քանի որ Երիքովի մեջ այսպես տեղեր ալգա։ Հալելույա։ Երիքովի մեջ կա Զաքյոսի նման մարդիկներ, քող, ավազակ, կորսված վիճակ։ Բայց Երիքովի մեջ կա նաև տեղ, որ այդպեսի Զաքյոս մարդիկը հանդիպեն Հիսուսի հետ։ Ով գսե ամեն։ Ժողովուրդ ջան, Երիքովը շատ վատ տեղ էր, շատ հարուստ տեղ էր, շատ քաշելիք տեղ էր, մեղքի վայր էր, Սոդոմ Գոմորի նման մի տեղ էր, Փարիզի նման մի տեղ է, մեր Փարիզյան շրջանի նման մի տեղ էր։ Բայց այդ բոլոր վատ տեղին մեջ ասեմ ցեզի, Տերը մեզի գսե նաև բժշկության, փրկության, ազատագրության Տերը կգործած է տեղեր, մարդիկ, վիճակներ։ Եվ երբեմն մեր գարձածը չէ։ Մեր գարձած մարդը չէ, որ Տերը գղրգե, Տերը սամարացիներ գղրգեն։ Ես ուրախացա, որ այս բանը գարտեցի, ժողովուրդ, երբ որ գմտածես, թե Հիսուս ինչու աշխարհ եկավ։ Երիքով ինչու եկավ Հիսուս։ Եվ որ այստեղ համարը գարտացինք, գսե մաքուր ամաններ, ով էր ամենեն մաքուր ամանը, եթե ոչ Հիսուս։ Ինք եկավ։ Ով էր աղը, եթե ոչ Հիսուս։ Հիսուս աղը լալով, մաքուր ամանը լալով, սիրելիներ, եկավ այս աշխարհի մեջ, որպեսզի այս աշխարհի Երիքովի մեջ եղող ապրող մարդկանց համդ ապրելու։ Հալելույա։ Հալելույա։ Քո այդ դարը արցունքները մաքրողը այն ամանն է եւ այն աղն է, որ Տերը ինք կուտա։ Հալելույա։ Ով գսե ամեն։ Աներմը լինում է ժողովուրդ։
Փառքես դեր, որ աման եղար, աղ եղար։ Եվ ինձի պես Երիքովի մեջ ապրող մարդուն մոտեցար։ Ինձի պես Զաքյոսի նման մարդուն, ինձի պես Բարթողոմեոսի նման մարդուն, ինձի պես անպատիվ եղած վիճակի մեջ մարդուն, ես իմ մասին ասեմ, այն մեկի իր մասին թող մտածեմ։ Դու չցկեցիր ինձ իմ անպատվության մեջ, չթողեցիր ինձ իմ գոյրության մեջ, չթողեցիր ինձ իմ գորուստի մեջ, իմ մերգության մեջ, չթողեցիր ինձ, երբ որ բոլորը ինձ մորցան, բայց դու չթողեցիր։ Ինչու՞։ Քանի որ Երիքովի մեջ դեր աղ եւ աման կա, դեր կա հույս։ Հալելույա։ Գեղեցիկ է, լավ է ապրիլը գսե այս քաղաքի մեջ, բայց շուրերը մաքուր չեն։ Սիրելի քույր եղբայրներ, թողեք մի քիչ ավելի երթամ այս մտքին մեջ եւ կվերջացնեմ, չեմ երկար։ Հիսուս ամանն է, Հիսուս աղն է, բայց Հիսուս իր զավակներուն տվավ առաքելություն, որ մենք ըլլանք ամաններ եւ աղեր։ Որ մենք ըլլանք Սուրբ Հոգիով վերստին ծնված մարդիկ, որ մենք Բարթողոմեոսի նման աչքերնից բացած, որ մենք ներողություն խնդրած եւ մենք ապաշխարած Սուրբ Հոգիով լեցված, Սուրբ Հոգիով մգրդված, Սուրբ Հոգիով քայլող մարդիկ, որ մենք կարողանանք, լավ լսեցեք, մենք կարողանանք Երիքովին մեջ եղողներուն սամարացիներ ըլլանք։ Դերը ինձ չփրկեց իմ համար։ Դերը քեզ չի փրկելու, որ դու լավ մարդ լաս։ Դերը կփրկե քեզ ղրգելու իբր մաքուր աման։ Քանի որ քո անցյալը մաքրեց, ով գսե ամեն, գա մեկը որ անցյալը մաքրված է։ Սուրբ Հոգիով մաքրեց քո անցյալը, քեզ բդուղ տվավ, քեզ աղրավ։ Դու եկա շարի աղը ասավ։ Եվ գսե հիմա կացեք, քանի որ Սամար Երիքովի մեջ կան ինչ տեսակ վիճակներ, որ դու երտաս։ Եվ այդտեղ աղն է դես, քո կյանքով։ Աղն է դես, որ այդտեղ փրկվի մարդը, որ այդտեղ ինգած ելլե, գույրը դեսնե, ինչպես ասի Զաքյոսի պատմությունը, Բարթողոմեոսի պատմությունը, այդ քողին, այդ հիվանդին, այդ ձեծվածին պատմությունը, այսպես մարդիկ լեցուն կան ժողովուրդ։ Եսային հայտնվեցավ դերը, Եսային դեսնվեցավ 6-րդ գլխու մեջ կսե որուն ղրգեմ Եսայի, որուն։ Եթե մեզի ասեր, չեմ գեր ինչ կպատասխաներ դու։ Որուն ղրգեմ, Եսային ասավ դեր ինձ։ Ուշատիր Եսայի բիդի ղրգեմ քեզ, բայց այդտեղ քեզ բիդ ձեծեն, բիդի անարգեն, քեզ չեն հավատալու, քեզ չեն սիրելու։ Դեր ղրգե ինձ։ Երբ որ մեկը իրական Զաքյոսի նման էր եւ դերը կփրկե, այդ մարդը մեկ բան գուզի, ինչպես Զաքյոսը ասավ, դեր եթե մեկում անարգած եմ 4 անգամ ավելին տամ իրեն։ Սիրելիներ, դերը գուզե մեզ կործացել։ Դերը գուզե մեզ կործացել մաքուր ամաններ, բայց կործացվելիք աման։ Ներողություն դերը բոլորին չի կործացել, կործած այդ մարդուն, որ մաքրված է եւ մաքուր աման է Սուրբ Հոգիով, մի խոսքով վերստին ծնված Սուրբ Հոգիով լեցված մարդուն։ Դերը գուզե այսօր մեզի մաքրել, որպեսզի կործացել, ոչ թե մաքրել, որ դու նստես, ոչ թե մաքրել, որ Երիքովի մեջ ուրախանաս, քո դուներիցդ, մեքենաներիցդ, ժողովուրդ ջան, լավ լսեցեք, լավ է մեքենա ունենալը, դուն ունենալը, դեղ ունենալը, ամեն, բայց նպատակ չէ։ Լավ է ամուսնալը, երեխա ունենալը, թորնիկ ունենալը, շատ լավ է, դեր օրդն է, բայց նպատակ չէ։ Նպատակը այն Երիքովի մեջի կապվածները ազատելն է։ Նախ դու եւ ես ազատագրված։ Մաքուր ամաններ գսե, մաքուր ամաններ, մաքրված, սրբված, ներված Հիսուսով։ Անոմալ ապաշխարենք ժողովուրդ, վերստին ծնվենք, անոնք որ վերստին ծնված չեն, թարնանք, մգրդվենք, անոնք որ մգրդված չեն, հանցնվենք Տիրոջ, անոնք որ հանցնված չեն, հանցնվենք եւ քայլենք Տիրոջ ջամփում մեջ, եթե այդպես չէ, քանի որ դու եթե այդպես ես այդպես չլամ, ես իմ կյանքս նպատակ չունի, ես ինչ աման, ես Երիքովի մեջ միայն իմ լացերովս պիտի ապրիմ։ Ինչպես անոնք, ջուրը մաքուր չէ, պիտի վազեն, ջուր ունենալու, բայց ջուր չկա, պիտի երթան լավ դուն պիտի սարքեն, բայց ջուր չկա, ներսը չկա, հա գեղեցիկ է դու, բայց մեջը չկա, հալելույա, բայց դերը գուզե այնպես նել, որ քեզ այնպես փոխե, որ քո միջոցով այդ բոլոր ընկածները քեզին հայելով ասեն, հալելույա, Հիսուս կա։
Ամեն, ինչ իմաստ ունի Հիսուսի գալը այս աշխարհ, եթե իմ կյանքս մաքուրաման չէ։ Ինչ իմաստ ունի Հիսուսի գալը այս աշխարհ, եթե իմ ընկերս չմաքրվեցավ իմ միջոցով։ Ինչ իմաստ ունի, եթե իմ երիկովիս մեջ, իմ երիկովս իմ շրջապատս է, եթե իմ երիկովիս մեջ փրկություն չկա, բժշկություն չկա, աչքերը եթե չի բացվում, եթե Զաքեոսի նման մարդիկ չեն փրկվում, եթե մերկ մարդիկ չեն հագնվում, Տեվային աշխարհը մեզ միշտ կմերգացնե, լավ գարտացեք Ղուկասի մեջ, մեզ միշտ կմերգացնե, բայց Հիսուսի աշխարհը մեզ կհագցնե օրհնությունով։ Ամեն։ Ժողովուրդ ուշադիր եղեք։ Մաքուր ամաններ գուզենք, ինչ պիտենես մաքուր ամանը, բերտաս աղբյուրը, ով է աղբյուրը, մարդուն սիրտը։ Մեր հայկական համակարգով չկալենք իրար հետ, ոնց էս լավ է, հալելույա, ոչ, սիրտը մտիր, աղբյուրը։ Սիրելի քույրիկ եղբայր, մի ստիպեք, ան որ ճուզե թող ճուզե, բայց սելիկս խնդիր գա, գրնամ քեզի մի օգնեմ, մի ցևով, որ դու փոխվես։ Շատ մարդիկ չեն ուզում որ ես օգնեմ, իբր հովիվ, չեն ուզում ես օգնեմ, ասվածորդներից խնդիր չունեմ։ Բայց եթե որ ես կտեսնեմ մեկումը կփորձեմ առաջին կալներ, երկրորդ կալ, երրորդ կալ, եթե մարդը ճուզեր իր խնդիրն է, ինձ ինչ, բայց մյուս կողմեն ես եմ այդ կորձը ընող, այդ մարդը ճուզեց ուրիշը գուզե։ Ուրիշը ճուզեր, ուրիշը գուզե։ Խնդիր չկա։ Իմ կողքս Երիկովին մեջ կան Զաքեոսներ, կան Բարտողոմեոսներ, կան ծեծված մարդիկ, կան մորցված մարդիկ, կան մարդիկ, որոնք կուլան ամեն քիշեր եւ մենք դերդեղյակ չենք, այդ մարդկանց մաքուր ամանը ով պիտի դա։ Այդ մարդկանց աղը ով պիտի դա։ Սիրելի քույր եղբայրներ, այո, ես քեզ կառաջարկեմ, որ մի հատ 4 կողմինիդ Քրիստոսը քարոզես, բայց դու մաքրված ձևով։ Քո մեջդ, քո ամանդ այնքան մաքուր, որ դու աղի համ ունես, հալելույա։ Երբ որ մեկը քեզ ներողություն իպիցեմ, լեզե աղի համ կա։ Հասկացաք միտքը, մի խոսքով մեկը քեզի մոդենա, քո մեջիցդ կա տիրոջ համը։ Եթե քո մեջիդ տիրոջ համը չկա, դու մի բան մի խոս ավելի լավ է գաս, մենք քեզի խոսանք։ Հասկացաք միտքը ժողովուրդ։ Համ չունիմ ես ինչ համ։ Եթե կսե իր համը գործընծն է ինչի օգուտ է ոտքի դակ կսե կսես վրան կողես կայես կերտաս։ Այդպես հավատացյալներ կան։ Աղի մասին կխոսին, բայց իրենք աղ չեն։ Ապաշխարե, կփոխվի կյանքը, հալելույա գսեն, բայց որ մարդը իր կյանքին գնայի ոչ փոխված է, ոչ ապաշխարած է, ոչ ուրախ կաբրի։ Քանի հոգի ենք այստեղ։ Ամեն մեկը ամենեն քիչը 50 հոգի ունի ծեր 4 կողմը։ 50 հոգի ամենեն քիչը ծեր 4 կողմը գա։ Ընկերներ, բարեկամներ, ընտանիքի անդամներ չէ, 50 հոգի ամենեն քիչը։ Ամեն գասեք ես գիտի վրա։ Բայց այդ մարդկանց մեջ Զաքեոսներ չկան։ Ամեն մարդ նորմալ ապրում են։ Լավ է, իրենց համար երկինք են գնալու։ Այդ մարդիկը պիտի փրկվին Հիսուս որ կա։ Այդ մարդկանց փամը պագաս չի, ոչ թե ամեն ինչ նորմալ է։ Դու գասեք, ես չեմ գիտեր քո 4 կողմոտ ով գա։ Բայց դու Քրիստոսի մարդ, եթե դու կդերես Քրիստոսը, ամանը կդերես, գնա գսե, այդ ամանը աղբյուրն է դե։ Քանի որ այդտեղ Երիկով է թերևս, նայեք ժամերով մենք կնստենք, ասկարաչուսել եմ նորեն գսեմ։ Ժամերով կնստենք, մենք կխոսենք աշխարհի բաներ իրար հետ։ Դունս այսպես սարքեցի, ավտոս այսպես սարքեցի, գոշիկս այստեղ են հարի, մարդիկ կան շատ ավելի ֆիրման կիցակ, նորույթ բաներ, անոնց մասին կխոսին, որ խանութը երտան, քանի առնենք, ինչպես առնենք, հալելույա, այսին Երիկով է։ Լավ բաներ գա, գնար, բայց միանայք չեմ կյանքս։ Ես Երիկովի մեջ աղնեդող մարդ եմ ժողովուրդ, բայց Երիկովի մեջ եմ։ Երիկովի մեջ մարգարեներու թբրոց կար գսե, ինչ կնեին այդ մարդիկը։ Հիսուս ինչու ղրգեց մարդկանց աշխարհ, ինչու զարգացեք աշխարհը ավետարանցեք, աշխարհ ղրգեց, չի ղրգեց երկինք։ Հալելույա։ Դուք աշխարհի մեջ Երիկովի մեջ դարբեր տեսակի մարդկան, բայց այդ մարդիկը այնչափ բռնված են Երիկովի գեղեցկությունով, բարատներով եւ Երիկովի հարստությունով, որ մարդիկ գմորնան, որ այդտեղ ճուրը լավ չէ։ Հալելույա։ Եկեղեցին ագումբ չէ սիրելիներ, որ մենք ագումբային թեմաներ խոսենք, ընդհանուր եկեղեցի մասին է խոսքս։ Եկեղեցին աղ դվող դեղ է։ Եկեղեցին այդ մարգարեներու խումբն է։ Եկեղեցին այդ Հիսուսն է, որ պիտի երթա Երիկովի մեջ պիտի պտտե, ով գա, որ փրկություն պետք է ստանա։ Եկեղեցին այդ է։ Եկեղեցին այդ ինգած մարդուն վերքերը մաքրողն է, սամարացին է։ Եկեղեցին ուներիք ունի։ Բայց եկեղեցին այդտեղ չէ, որ մարդիկ կողքրդեն, ադալթու չեն դար։ Հիսուսը երբեք մեկը չկողքրդեց, Հիսուս մեր օրինակն է, երբեք չկողքրդվեցավ, բայց միշտ բարություն հրավ։
Հալելույա։ Մարդիկ կգարձեն, որ հավատացյալները երբեն ինչ ասես այո պիտեսեն։ Չէ։ Ամենին ոչ ուսողը մենք ենք։ Ես ամեն ինչին այո չեմ ասել։ Եթե քո ասածդ Քրիստոսի խոսքին համաձայն է, ամեն եւ այո։ Եթե քո խոսքդ Քրիստոսի խոսքին համաձայն չէ, ոչ եւ ոչ։ Ինչ ասես ասել, ուզես նեղվիր ինձ մե, մի սիրեր ինձ, ինչ։ Ուրեմն մենք կապչված ենք աղլալ, համդալ։ Donc իրար պետք ունենք ժողովուրդ։ Եվ եթե գա հարցեր, որ իրար չենք հասկանալ, հարցնենք իրար, որ այս ըրածս կամ խոսածս համ է Քրիստոսի, թե իմ գլխից բաներն եմ ասում։ Ամեն, հալելույա։ Նայենք ինչ կմտածես, հիմա ինչ եղավ քո մեջ։ Վերջացավ կարոզս։ Ինչ կմտածես քո մեջ։ Գիտեք սիրելիներ, այս խոսքին դիմաց մենք պարտականություն ունենք։ Սիրելի քույր եղբայրներ, ես գծավիմ այսօր, երբ որ գտեսնենք մենք հավատացյալ մարդիկ, շատ մեզմով գսպավենք, բայց Երիքովին մեջ ով բիդեր դա, Երիքովին մակուր ամանը ով բիդեր լա, ուրեմն մակրվիր, որ մակուր ամանը լաս, սիրելիներ հավատացյալներ շատ կան, բայց Հիսուսի աշակերտներ քիչ, և սեզի մի հատ լուր ասեմ, որ հետո վերջին օրը չզարմանաք, Հիսուս իր աշակերտներուն բիդանի իր հետ, հավատացյալներուն չէ։ Լավ լսեցեք, հավատացյալներուն չի տանելու իր հետ, աշակերտներուն բիդանի։ Ուրեմն դու ինձ ասես, որ ես հավատում եմ Հիսուս, հալելույա, ոչ մի բան չի փոխեր, միջի որ դու աշակերտ չդառնաս։ Աշակերտը ով է, այս մարգարեներու խումբն է, եկեղեցին է, եւ որսի մորուքը անբադիվ մարդկանց կսե Երիքով ուղարկեց Դավիթ։ Երիքով նաև եկեղեցիի մեջն է։ Կամ եկեղեցին Երիքովի մեջն է։ Եկեղեցիի մեջ մենք պիտի սորվենք նաև անբադիվներուն բարձրացնենք եւ ոչ թե անբադիվին ավելի անբադվենք դուն ղրգելով իրեն։ Եկեղեցին պիտի լա այն վայրը, որ դու ինգածին պիտի բարձրացնես, ոչ թե մատնանշես։ Ամենին աղդոտ մարդը թող կայ սրահին մեջ, ամենին աղդոտ ես աշխարհին։ Եկեղեցին պիտի լա այդտեղ, որ դու եւ ես այդ մարդուն պիտի բարձրացնենք միջև այն դեմոն ինքուսի։ Եկեղեցին պիտի լա այդ աբստարանը, ռեֆյուժ ֆրանսերեն, այդ աբստարանը պիտի լա, որ ինգածը կահոն, որ մորցվածը կահոն, անբադիվ մարդը կա այդտեղ բադիվ գտնի։ Գիտեմ գխանքարեմ այս խոսքով շատերուս, քանի որ մեր կոմֆորտեն դուրս կհանեմ մեզ։ Բայց ասեմ ձեզ, մենք շատ կներեք, մենք չենք եկած այս աշխարհ, Հիսուս մեզ համար չմերավ, որ մենք կոմֆորտի հավատացյալները լանք։ Եկավ, որ մենք մարգարեներու եկեղեցի լանք։ Եկավ, որ մենք սամարացիները լանք։ Եկավ, որ մենք հասկացաք, չէ՞ միտքս, եկավ, որ մենք աբստարանի տեղը լանք։ Եկավ, որ մենք գույրին տեղ դանք։ Եկավ, որ անհամին համ դանք, անոր համար եկավ։ Հալելույա։ Եվ եթե մեկը այդ օրհնությունը ստացած է, թող երթա այդ գործը կատարի։ Չեմ կարող ստիպեմ բոլորիս, ամեն մեկս գիտեմ, քիչ թե շատ բոլորիցս գիտեմ, շատերը քայլեր ունի կնելիք, դեր շատեր կա մգրտված չեն, շատեր դեռ գադարյալ նվիրված չեն, մի ամպերանացի են, այդ բոլորը պետք է նախ մաքրվի, շտկվի, փոխվի բոլորովին, որովհետեւ մաքուր աման լա, որովհետեւ մաքուր ամանին մեջ ինչ որ տնես, մաքուր համդա։ Դուք ներողություն, հավգիտի ձուի բան, որ դապկում եք հավգիտը, չէ՞, ապսե, դապկել հասկացաք, ձվածեղ որ գնեք, եւ գտնեք ձեր ամանների մեջ, քույրիկներ։ Երբ որ ջաշը գերար վերջացավ, գնա այդտեղ մեկա ճուր կաշե վրային, հաջորդ օրը մեկա դադարում մեջ մի բան գեր։ Չի լինի, ինչու՞։ Գոհդի, ինչ գոհդի, ձվածեղ։ Քանի որ լավ մակրած չես։ Քույր եղբայրներ շատ մարդիկ կան, ներողություն, հալելույա։ Ամաններ են կսեն, երբ որ գմոդենաս իրեն թեր աշխարհի հոդը գա իր մեջ։ Եկեք ապաշխարենք, մեր ամանները իսկապես մաքրվի, որ աշխարհի հոդը չելլե, երբ որ մեկումը գմոդենաս։ Մենք մաքուր ամաններ պետք է լանք, որ երբ որ մեկը ինձ մի բան գխմե, միայն Հիսուսի հոդը պետք է գա։ Փառքես դեր, օրհնյալ ես տուն դեր, քանի եղավ ժամը, ահա վերջացա։ Հիսուսի պես լանք Երիքով բդդինք եւ տեսնենք այս շաբաթ Զաքյոս պիտի գտնես։ Մի հատ Զաքյոս մը։ Երիքով բդդինք, աչքերն իսպած, որ աչոք վնաստված մարդ պիտի տեսնենք։ Եվ ասեմ ամեն մեկս դարբեր դեղերում ենք, Փառք Հիսուսի։ Փարիզյան շրջանի մեջ ամեն մեկս դարբեր դեղեր ենք։
Երևակայեցեք, ես լավ գլավ որ օրը քարտես առնեմ եւ ուր որ դուք գաք ձեր կորձը, այսպես քծենք իրարու միասին։ Քծենք եւ տեսնենք Փարիզյան շրջանի մեջ մեր այս փոքր խումբը Փարիզյան շրջանի մեջ ծրված ամեն կողմ։ Մենք երևակայ։ Եվ ամեն մեկ այդտեղ իր երիկովին մեջ մի հատ կույր մտեսնե, մի հատ Զակյոս մտեսնե, մի հատ Բարտողոմեոս մտեսնե, մի հատ Ինգաց մտեսնե եւ այդտեղ աղ թողը լայրեն։ Ինչ կսեք, լավ է չէ։ Անորամար Հիսուս խրգեց մարդկանց աշակերտներուն։ Գործ առաքելոցի մեջ աշակերտները երբ որ առաջին 2-3 շաբաթները ամիսները անցան, գրված է որ եւ գսե եկեղեցին խաղաղ էր։ Հանգիստ էին, ամեն օր իրար կտեսնվեին, ամեն օր ջամբար գնային, ամեն օր գուտեին կխմեին իրար, ինչ լավ էր։ Գիտեք ինչ պատահեց։ Աստված մի հատ հարածանք ասեց ես ցես չեմ դրած որ դուք ամեն օր իրար հետ լակ ես ցես դրած եմ որ դուք իրար լալով զորանաք բայց աշխարհի երթաք հիմա մտածի այս շաբաթ դու մտածի քո աշխարհիդ մեջ քո երիկովիդ մեջ որուն աղբիդը լաս որուն աման բիդը լաս եւ եթե այդպես չես արի այս շաբաթ զոմաբահություն օրը որ դու ամանը լաս մաքուր որ ասված քեզ լեցնե մաքրությամբ, որ դու ապաշխարես նախ, որ քո միջոցով դառնաս ուրիշին։ Ով գսե ամեն։ Դերը մեզ այսօր գրգեց, հալելույա։ Աղ եւ մաքուր ամաններ իր համատալով սիրո եւ բրգության այս աշխարհի մեջ։ Հովաս 19:10 Զակյոսին գսե հետեւյալը։ Զակյոսին բրգութենեն վերջ, որովհետեւ գսե մարդու որդին եկավ փնդրելու եւ փրկելու գործվածը փնդրելու ժողովուրդ փնդրեցեք մոտեցար Սարգիսին Հիսուսի մասին բամը գխոսի Սարգիսը գսե օքեյ գնա Հակոբին Հակոբը գսե գնա Սատիկին մեկը բիդելա փնդրե բիդի կտնես անոմա գրված է փնդրեցեք եւ Երիկովին մեջ փնդրեցեք միայն ընտանիք չէ Մեր ընտանիքի մեջ մարդիկ կան, որոնց հիմետս արդեն չեն խոսիր այս թեմայով։ Ես չեմ գնալ սպասել ցանկից միջև վերջ, որ ինքը ընդունի։ Չի ուզում գերտամ ուրիշին։ Ինչ կարևոր չէ, անորոշ ժողովուրդ մի գախվիկ մեկ անցի վրա։ Մի գախվիկ մեկ անցի վրա։ Աստված Սուրբ Ոգին դված է, որ դու ամանը լաս աշխարհի 4 կողմը քո երիկովի մեջ ուր որ տրած է քեզի։ Ամեն։ Հուսանք մեր ընտանիքները բոլորը բրգվին, բայց միջ այդ ուրիշներ թող բրգվին։ Ամեն։ Հալելույա, դեր օրհն է։ Վերջին բանը որ կրած եմ իմ համար, այս իմ համար կրած եմ։ Նորոգված մարդիկ Հիսուսով այս աշխարհին մեջ տարբերությունը գերևնա։ Ֆրանսերեն ավելի լավ։ Les gens renouvelés en Jésus font la différence dans ce monde. Les gens renouvelés en Jésus, այդ մարդիկ որ Հիսուսով նորոգված են, այս աշխարհի մեջ տարբերությունը ցույց կտան։ Հիմա կնա քո երիկովիդ մեջ տարբերությունը ցույց տուր։ Բայց մեկ բան։ Տարբերությունը այդ բանով որ չսեն որ այս ինչ լավ Սարգիս է, ինչ լավ հավատացյալ մարդ է, թող չսեն հետ, բայց Սարգիսի միջոցով Հիսուսը թող գտնեն։ Շատ մարդիկ կան այդպես վկայություններ գնենք, որ մարդիկ մեզի հավնին, բայց այդտեղ գնանք, հաջորդ քայլը չեն գներ։ Ժողովուրդ նպատակը այդ մարդիկ ինձի հավնիլ չէ, նպատակը իմ միջոցով Հիսուսին հավնիլն է, բայց ինձի թող ճանաչեն հավնին ինձի, այո, բայց ոչ թե միան ինձի հավնին, այլ իմ միջոցով Քրիստոսին, որպես այդ մարդը բրգվի, այդ Զակյոսը, այդ Բարտողոմեոսը, այդ բոլորը, որ դերը մեր արջևը պիտի դնե։ Եվ դվեք իրեն փառքը, քանի որ այսօր այդպես Տերը գուզե ամեն մեկուս համար, քեզի եւ ինձի կմնա հնազանդին։